Star News-ը հետևեց օդի լեզու հաղորդման հերթական եթերին, որտեղ Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը խոսեցին թուրք հայտնի բլոգերի Հայաստանի մասին հերթական անդրադարձից, որտեղ նա ուղղակի համագործակցում էր իր կրտսեր գործընկերոջ հետ, ով չգիտես թե ինչպես հայտնվել էր Երևանում։ Համացանցում երիտասարդը ձեռք է առնում մեր ազգային ավանդույթները և ծաղրում այն ամենն, ինչ կա Հայաստանում, այն, ինչ կապված է հայերի հետ։ Արան և Մհերն այն կարծիքին են, որ կա տրված հանձնարարական, եթե օդանավակայանում հայտնվում են մարդիկ, ովքեր ադրբեջանական անձնագրով են և գալիս են Երևան ուղղակի անարգել, թողնել այդ մարդկանց մուտք գործել Հայաստան, քանի որ այլ կերպ դա հնարավոր չէ։ Արան խաղաղության պայմանագրի մասին խոսելով նշեց, այդ պայմանագիրն այնքան թույլ է ու այնքան խղճուկ ա մեր համար, որ ասելու չի։ Մենք որբի նման վզներս ծուռ խնդրում ենք, ձյաձյա ջան, ստորագրեք էլի։ Մհերը ևս նույն կարծիքին է։ Հայաստանը այժմ քաղաքական մուրացկանի կեցվածքում է և փորձում է հասկացնել, որ մենք կողմ ենք այդ համաձայնագրի ստորագրմանը, սակայն Ադրբեջանը չի արձագանքում և միայն իր պահանջներն է առաջ բերում։ Քննարկում եղավ նաև Հենրիխ Մխիթարյանի մասին, որտեղ Մհերի ունեցած տեղեկությունների համաձայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նեղացրել է Հենրիխ Մխիթարյանին։ Շատ անզգույշ ու անհիմն է վարվել նրա նկատմամբ, ազատելով աշխատանքից կամ առաջացնելով աշխատանքային խնդիրներ նրա մոր համար, ով աշխատում էր և ունի մեծ ու աննկարագրելի հավատ հայկական ֆուտբոլի ոլորտում։ Անդրադառնալով խաղաղության պայմանագրին, նշենք, որ օրերս Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի Ադրբեջանի 12-րդ խմբագրությամբ տարբերակը, որի մեջ Ադրբեջանի որոշակի ռեակցիաներն են, որոնք Հայաստանը կվերլուծի ու պատասխան առաջարկներ կներկայացնի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի հավաստմամբ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում միջանցքային տրամաբանությամբ կամ սահմանադրության փոփոխության վերաբերյալ անդրադարձ չկա։ 17 կետերից 15-ը համաձայնեցված է։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը, իսկ մյուս միջանցքային ատյաններում իրավական, դիվանագիտական վեճերին, բանավեճերին, ասել է Փաշինյանն ավելացնելով, որ Ադրբեջանի կողմից նոր առաջարկ չի ներկայացվել։ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի անգամ, ոչ մի տեղ, ոչ մի փաստաթղթով, ոչ գրավոր, ոչ բանավոր չի համաձայնվել, պարտավորվել, որ տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որևէ ձևով կարող է նսեմացվել կամ որևէ ձևով կարող է սահմանափակվել, ասել է Փաշինյանը, շեշտելով, որ խաղաղության պայմանագրի գործընթացը փակուղու մեջ չէ։ Սահմանազատումն է օրակարգում, հանձնաժողովներն աշխատում են։ Մենք պատկերացնում ենք, որ այն լուծումները, որոնք առաջարկել ենք, պատկերացնում ենք փոխադարձության սկզբունքով։ Էլի ուզում եմ հիշենք, որ Հայաստանում երկաթուղային ցանցի ամբողջականությունը ապահովում է Նախիջևանի տարածքով, ասել է Փաշինյանը, նշելով, որ ավելին չի կարող բացահայտել, ելնելով նրանից, որ բանակցություններ են ընթանում։ Փաշինյանի գնահատմամբ տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի ոչ մի պատճառ, նախադրյալ, հիմք և հիմնավորում չկա։ Ինչ վերաբերվում է Գյումրու ավագանու անդամների ընտրություններին, Փաշինյանը հակիրճ պատասխանեց. Գյումրեցին կասի իր խոսքը ընտրություններում։ Star News-ը սիրով այս հարցազրույցի համար առանձնացրել էր այսքանը։ Այժմ առաջարկում ենք դիտել Արա Ղազարյանի ինստագրամյան հարթակում ստորիների բաժնում արված վերջին հոլովակները։ Իսկ արդեն հոլովակները դիտեք առանց մեկնաբանության։ Միանգամից ճանաչեցիք, չէ՞ որտեղ եմ։ Եկել ենք Դոլբի թատրոն, նույն թիմով, նայեք, Դոլբի բեմի ինչ տխուր է, առանց դեկոր, հսկայական ստադիոն ոնց որ լինի։ Մի խոսքով եկել ենք նույն կազմով production meeting-ի, որովհետև 2025 թվականին պատրաստվում ենք դեկտեմբերին հերթական Armenian Music Video Awards-ին, որը անցած տարի մեծ հաջողությամբ անցկացրեցինք այստեղ, այս նույն դահլիճում, եւ եկել ենք որպեսզի արդեն հստակ ֆիքսենք օրը։ Բնականաբար այն լինելու է դեկտեմբերին,
Իսկ թե որ օրը շուտով այս երկու օրվա ընթացքում ձեզ կտեղեկացնենք ու արդեն տոմսերը կլինեն վաճառքում։ Այսինքն ուրախ թիմ ունենք։ Dolby management-ի հետ եկել ենք հանդիպման։ Մի Music Video Awards-ի անցած տարվա արձագանքները անընդհատ գալիս ու մեզ են հասնում եւ դրանք բացառապես դրական են։ Այնքան շատ գովեստի խոսքեր եք շռայլում մեզ, որ մի փոքր անգամ անհարմար է դա այդքան շատ լսել։ Մենք երբեք չենք բավարարվում մեր արած աշխատանքով, համենայն դեպս ես երբեք իմ արած աշխատանքից գոհ չեմ եւ ես ու մենք մեր թիմը վստահ ենք, որ 25 թվականի դեկտեմբերի 11-ի Army Music Video Awards-ը շատ ավելի լավն է լինելու եւ գերազանցելու է նախորդ տարվա Music Awards-ը։ Դե ինչ, շատ շուտով նաև տոմսերը կլինեն վաճառքում, շատ շուտով նաև մենք սկսենք աշխատել արտիստների հետ, շատ շուտով նաև մենք կներկայացնենք հովանավորներին մեր ծրագրերը, առանց որոնց հնարավոր չի պատկերացնել նման մասշտաբային մեծ միջոցառում, եւ սպասեք նոր լավ նորությունների։ Այսքանը։ Little Corner Cafe-ի մասին արդեն պատմել եմ ձեզ, շատ եվրոպական է։ Դրսում կարող եք նստել բրանդի վրա, այս անցման մասում T-Mobile-ի ամբողջական հարևանությամբ, ժողովուրդ, այստեղ շատ համեղ է ամեն ինչ։ Թխվածների մասին չեմ խոսում, fantastic breakfast կա այստեղ, brunch, ճաշ, lunch, կարող եք գալ, այսպիսի գեղեցիկ վայր է։ Ամենակարևորը ամեն ինչ մտածված է եւ շատ գեղեցիկ է, այս դիզայնը, շատ փափուկ է, շատ լավ գույների մեջ։ Ու ամենակարևորն է այստեղ միշտ հարում է ամեն ինչ եւ սպասարկումն է ֆանտաստիկ, շատ լավ սպասարկում է։ Ես այսօր եկել եմ այստեղ հերթական անգամ հանդիպան եւ համեղ սնվելու։ Հետևեք տնօրինակին, իրոք է շատ համեղ է, հավատացեք։ Լոսում օրական 3-4 ժամ մենք անցկացնում ենք մեքենաների մեջ։ Հիմա խցանումներով գնում եմ տուն, մի քիչ ժամից նոր կհասնեմ տուն։ Հետո էլ ասում են ինչու են Լոսում ապրողները ձգտում ունենալ թանկ, հարմարավետ, գեղեցիկ ավտոմեքենաներ։ Մի բարձ պատճառով, որովհետև մենք ապրում ենք մեքենաների մեջ նաև։ Եվրոպայում այսքան քշես, մի պետությունից կհայտնվես մյուս պետության տարածքում։ Այսօր իդեպ լավ նորություն ունեմ, երեկոյան 1-2 ժամից արդեն YouTube-ում հասանելի կլինի Օցի լեզվի նոր թողարկում, այսօր պրեմիերա ունենք։ Հետաքրքիր Օցի լեզվի է ստացվել, հուսով եմ այն ձեզ դուր կգա, հուսով եմ նաև որ այն կտարածեք, կքննարկեք, կգրեք, կարձագանքեք։ Ունենք նաև նոր գործընկերներ այս Օցի լեզվի ընթացքում, որի համար շատ ուրախ եմ։ Մի խոսքով, նայեք եւ գրեք ձեր կարծիքները։ Դիմավորեք դերասան